Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է։ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Ստամբուլում հրավիրված միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում։ Հայաստանը հաղթահարել է գոյատևման ու մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու պատմական դարաշրջան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին է ներկայացրել կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ապրիլի 15-ին Հայաստանի եզդիական համայնքը նշել է ազգային նոր տարին։ Տոնական միջոցառմանը ներկայ են եղել խորհրդարանի նախագահն ու վարչապետը։ Կարևորվել է հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսության ամրապնդումը։ Ավանդույթի համաձայն ազգային ժողովում նշվել է ճապոնական մշակույթի մաս կազմող Հանամի տոնը։ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներն այս անգամ մեկնարկեցին Ստամբուլում։ Թուրքիա մեկնեց ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Նշենք, որ հայկական պատվիրակության ղեկավարն է Ալեն Սիմոնյանը։ Հայաստանը կառույցին անդամակցում է 1995-ից, հաստատված են գործընկերային ամուր կապեր։ Վերոնշյալում մեծ ներդրում ունի նաև Ալեն Սիմոնյանը, հետևողական աշխատանք կառույցի անդամ երկրների ներկայացուցիչների եւ ջերմ ու բարեկամական կապեր գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ։ Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար թեմայի շրջանակում Ստամբուլյան հարթակից մեր երկրի ազգային ժողովի նախագահն ուղեց կարևոր մեսիջներ։ Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն։ Ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա։ Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները, ընդգծում է Ալեն Սիմոնյանն ու հավելում, որ Հայաստանը ձգտում է այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ։ Բայց ով է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ով է իրականում այն կերտում։ Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են։ Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից։ Դիմելով միջազգային գործընկերներին Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է։ Խոսելով մերձավոր արևելքում տեղի ունեցողի վերաբերյալ փաստեց. Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին։ Լիբանանի ճգնաժամը իևս չի կարելի անտեսել։ Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է։ Սակայն ով, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն բուժելու մեր աշխարհը։ Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը։ Ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այդ համատեքստում ընդգծեց Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումն ու կարևորեց ստորագրված համաձայնագիրը։ 2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում։ Սա իրապես մեծագույն նվաճում է, սակայն մեր տեսլականն ավելի լայն է։ Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում։ Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ալեն Սիմոնյանի խոսքով տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել։ Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը։ Այս համատեքստում ազգային ժողովի նախագահն անդրադարձավ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացմանը, փաստելով, որ նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները։ Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա, Թրիպն ունի Հարավային Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ։ Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են։ Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել։ Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից։
Սրանք խաղաղության արդյունքներն են, շոշափերի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին։ Այս ամենին զուգահեռ Ալեն Սիմոնյանը ելույթում շեշտեց, որ դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն։ Ջերմ ողջույններ 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքների շրջանակում Ալեն Սիմոնյանը պաշտոնակիցների հետ շփումներում եւս կարևորեց հայկական օրակարգը, փոխգործակցության ընդլայնումն ու գործընկերային կապերը։ Ստամբուլում կայացավ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ Գոհունակությամբ արձանագրվեց հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվեց միջխորհրդարանական միության դերը որպես միջխորհրդարանական համագործակցության կարևոր հարթակ։ Այս համատեքստում կողմերը երախտագիտություն հայտնեցին միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ անձնական ջանքերի համար։ Խորհրդարանների նախագահները դրական գնահատեցին միջազգային կազմակերպությունների շրջանակում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումից հետո։ Երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման տեսանկյունից խորհրդարանների նախագահներն ընդգծեցին կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը։ Հաջորդ հանդիպումը Վրաստանի խորհրդանի նախագահի հետ էր, քննարկման առանցքում միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ էր։ Անդրադարձ կատարվեց ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, այնպես էլ երկկողմ հետաքրքրության թեմաների։ Թուրքիայի խորհրդանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթումլուշի հետ զրույցում էլ Ալեն Սիմոնյանը գոհունակություն հայտնեց Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, այն է Հայաստանի Հանրապետությանը ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ Նշենք, որ քննարկվեցին նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ ևս։ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերն էլ Ալեն Սիմոնյանը քննարկեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ։ Ազգային ժողովի նախագահը Նիկոլայ Շտեֆանուտայի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Ստամբուլում մեր երկրի խորհրդանի ղեկավարը թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչների խնդրանքով պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։ Մինչ Հայաստան վերադառնալը Ալեն Սիմոնյանը հանդիպեց Թուրքիայի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Սահակ Բ arczepiskopos Մաշալյանի հետ, ազգային ժողովի նախագահն այցելեց նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջեց պատրիարքության տարածքում։ Իսկ ավելի ուշ խորհրդանի ղեկավարը հանդիպեց Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ազգային ժողովի նախագահը խոսեց Հայաստանի ներքաղաքական զարգացումների ու արտաքին քաղաքականության շուրջ։ Ավարտին Ալեն Սիմոնյանը պատասխանեց նաև հնչեցված հարցերին։ Հերթական նիստերի առանցքում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025-ի կատարման ընթացքն ու արդյունքները 3 օր ներկայացվեցին խորհրդարանում։ Ազգային ժողովում էր կառավարության ամբողջ կաբինետը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Առաջին օրը գործադրի ղեկավարը շուրջ 2 ժամ ամբիոնից մանրամասն ներկայացրեց տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները։ 2018-ի համեմատ այսօր ունենք բոլորովին նոր պետություն, նոր ընկալումներով ու նոր տեսքով, շեշտեց երկրի վարչապետն ու հավելեց. Այսօր մենք անկախ ենք ավելի, քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի, քան երբևէ, պետություն ենք ավելի, քան երբևէ, ժողովրդավարական ենք ավելի, քան երբևէ, զարգացած ենք ավելի, քան երբևէ, խաղաղ ենք ավելի, քան երբևէ, բարեկեցիկ ենք ավելի, քան երբևէ, անվտանգ ենք ավելի, քան երբևէ։ Եվ այսօր մեր պետության հեռանկարները որոշակի են ավելի, քան երբևէ։ Կենսական ձեռքբերումների շարքում է խաղաղությունը, փաստում է Նիկոլ Փաշինյանն ու անդրադառնում նախագահ Թրամփի աջակցությամբ տեղի ունեցած Վաշինգտոնյան եռակողմ հանդիպմանը 2025 թվական օգոստոսի 8։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ ու պատմական իրադարձություններ։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործումը
որը Հայաստանը վերջնականորեն դուրս կբերի շուրջ 34-ամյա շրջափակումից եւ իհարկե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի ստորագրումը եւ վավերացումը, որը կապահովի մեր պետությունների եւ ժողովուրդների միջև թշնամանքի վերացման հետագա ընթացքը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի ուժեղ իրավական հիմք, որը կարևոր արձանագրում է իրականության մեջ, հիշեցնում է Նիկոլ Փաշինյանն ու մանրամասնում այս ուղղությամբ կատարված աշխատանքները։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ունի նաեւ պարտադիր իրավական ուժ եւ տվյալ դեպքում ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է եւ որը 2024 թվականի աշնանը վավերացվել է երկու երկրներում։ Այս համատեքստում վարչապետը հավելում է, որպես պարտադիր իրավական ուժ ունեցող դրույթ արձանագրված է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայն են երկու երկրների սահմանների սահմանազատման բազային սկզբունք ընդունել Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Ադրբեջան սահմանի 12 կիլոմետրանոց հատվածի սահմանազատման վերաբերյալ։ Դա էլ է շատ կարևոր գործոն Հայաստան-Ադրբեջան թշնամանքի հաղթահարման առումով եւ դրանով իմ համոզմամբ մեկնարկ է տրվել այդ թշնամանքի հաղթահարման եւ այն որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար այսօր Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։ Սա խաղաղություն է։ Խաղաղության վկայությունն է նաև այն, որ արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով չի եղել ոչ զոհ, ոչ վիրավոր, ընդգծում է վարչապետն ու արձանագրում, որ երկրի սահմանամերձ բնակավայրերում փոխվել են բնակիչների ընկալումներն ու տեղում ապրելու, արարելու ձգտումները եւ նպատակները։ Ու պատահական չէ, որ կառավարության նախաձեռնած տնաշինական ծրագրով սահմանամերձ գյուղերում ավելի քան 3600 նոր առանձնատներ են կառուցվում։ Նրանց մի զգալի մասը այնպիսի բնակավայրերում սահմանամերձ, որտեղ ավելի քան 33 տարվա պետության գոյության ընթացքում ոչ մի տուն չի կառուցվել։ Տներին զուգահեռ վերոնշյալ բնակավայրերում այսօր արդեն կառուցվում են դպրոցներ։ Հիմա այդտեղ 18 դպրոցի շինարարության եւ 21 մանկապարտեզի շինարարության նախագիծ է իրականացվել, որոնց մի մասը ավարտվել է, մի մասը կավարտվի այս տարվա ընթացքում, մի մասը կավարտվի 2027 թվականին։ Հաստատված խաղաղության հաջորդ ձեռքբերումը վարչապետը համարում է երկաթուղային հաղորդակցությունը եւ ընդգծում դրա շնորհիվ այսօր Հայաստանի Հանրապետություն ադրբեջանական ապրանքներ են ներկրվում։ Ադրբեջանից նավթամթերք են ներկրվում Հայաստանի Հանրապետություն, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչները արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել, որովհետև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը ի վերջո այն վերջին գործոնն էր, որի արդյունքում մենք ավարտեցինք նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում օպերացիան, որը տևում էր 8 տարի։ Վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծմանը Նիկոլ Փաշինյանը շեշտեց Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը այս ժամանակաշրջանում տեղի չունենար։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։ Վարչապետի դիտարկմամբ Հայաստանի Հանրապետության համար այսօր առավել քան երբևէ պատմական ժամանակաշրջան է։
Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը եւ այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ զարգացած բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը։ Վարչապետն անդրադարձավ որոշ շրջանակների կողմից խաղաղության վերաբերյալ հնչող թեզերին ու դրանցով պայմանավորված խաղաղությունը վտանգող կողմերին։ Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից իրար հերթ չտալով խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ Այսօր վերաբանակցելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղը եւ հարակից շրջանները պարունակող քարտեզներով եւ դա խորհրդանշող դրոշներով։ Այս տրամաբանության զարգացումը անխուսափելի պատերազմ է։ Մյուս ուժերը հանդես են գալիս այդ նույն խորհրդանիշների եւ ասելիքի ներքո եւ պնդում, թե Հայաստանը չպետք է բավարարվի իր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս տրամաբանության զարգացումը նույնպես անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Սա է պատճառը, որ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի խաղաղությանը, ընդգծում է վարչապետը։ Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածի տնտեսական ձեռքբերումներին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021-2025 թվականներին երկրում համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9%։ Ուզում եմ ընդգծել, որ նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1%։ Վարչապետի խոսքից անմասն չմնաց երկրից թալանված միջոցները երկրին վերադարձնելու գործընթացները։ 2017-ի համեմատ 25-ին էական աճ կա նաև կապիտալ ծախսերի առումով։ Կապիտալ ծախսերը դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ եւ այլն եւ այլն։ 2.9 անգամ աճել են 25-ը 17-ի համեմատ։ Վարչապետը հիշեցնում է 2018 թվականից 2024 թվականը պետական բյուջե լրացուցիչ մուտք է եղել 4.2 միլիարդ դոլար։ Այսօր արդեն ուրախ եմ արձանագրել, որ նույն մեթոդաբանությամբ 2025 թվականի արդյունքներով հեղափոխության գինը կոպիտ ասած Հայաստանի Հանրապետությունում 6.6 միլիարդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը տվեց սպառիչ պատասխաններ հաճախ հնչող այն հարցերին, թե ինչպես են գեներացվում այդ մուտքագրումները։ Օրինակ, խելացի անասնագոմի ծրագիր 50%-ի հետ վճար, որը քաղաքացիներին է գնում։ 2018-ից 2025 թվականները մենք ուշադիր եղեք 1 տրիլիոն 410 միլիարդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, որ մենք ուղղակի այսպես վերադարձրել ենք տարբեր ծրագրերով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Պետությունը զգալի ներդրումներ է իրականացրել նաև գյուղոլորտում։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը խոսեց պետական աջակցության այն ծրագրերի շուրջ, որոնցով իրականացվել են բնակարանների եւ անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք հեղափոխություն արել։ Հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տեր է դարձել 327.4 միլիարդ դրամ։ Իսկ հայտարարատու անձանց սոցիալական ծախսերի ուղղություններով կատարված ծախսերի փոխհատուցումը կազմել է 9.1 միլիարդ դրամ։ Վարչապետը առանցքային ձեռքբերում որակեց 2026 թվականի հունվարի 1-ից երկրում ներդրված առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Մենք նախ պետպատվերի համակարգը փուլ կամանց ընդլայնել ենք։ Հաջորդ փուլով
օֆերտայի համակարգն ենք ներդրել, այդ ընթացքում ամեն անգամ աղմուկներ սոցիալական ցանցերում էլեկտրոնային առողջապահության համակարգն ենք զարգացել։ Հիշում եք աղմուկները, որ վա, ես էլեկտրոնային դեղատոմսեր ես, ինչա, մարդկանց եւ այլն եւ այլն։ Եթե մենք էլեկտրոնային դեղատոմսի համակարգ չունենայինք եւ այդպիսի բարեփոխումներ չունենայինք, այսօր երկինք էլ թռնեինք, չենք կարող ունենալ առողջության ապահովագրության համակարգ։ 2017 թվականի համեմատ առողջապահության բյուջեն Հայաստանի Հանրապետությունում այսօր 157%-ով աճել է։ Ընդհանուր առմամբ 3 ամսվա մեջ մենք 34 միլիարդ 110 միլիոն դրամ ծառայություն ենք մատուցել 239,630 65+ տարիքի անձանց։ Պետական միջոցներից զգալի մաս էլ ուղղվել է սոցիալական աջակցության ծրագրերին, վարչապետի ձևակերպման պատմական նվաճում կա կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում։ Պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61760 դրամ վերջին տվյալների համաձայն։ Եվ ուզում եմ նաև ընդգծել, որ տեսեք թոշակների ավելացման ծրագրին մենք 2026 թվականին շուրջ $200 միլիոն ենք լրացուցիչ ծախսելու։ 2023 թվականի հունվարի 1-ից էլ ամբողջությամբ վերափոխվեց մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի համակարգը։ Մինչ այդ նպաստը ստանում էին միայն աշխատող եւ արձակուրդի մեջ գտնվող մայրիկները։ Մենք նախ այս նպաստի բազային դրույքաչափը մեծացրեցինք 28000 դրամից դարձնելով 31700 դրամ, հաջորդիվ ուրիշ որոշում կայացրեցինք։ Մենք այս ծրագիրը բացեցինք բոլոր մայրիկների համար, անկախ նրանից նրանք աշխատում են թե չէ։ Ավելին գյուղական վայրերում ապրող եւ աշխատող մայրիկների համար այդ նպաստը սահմանեցինք կրկնակիից ավել 69100 դրամ։ Եվ մեկնարկի պահից մենք այս ծրագրով 74.7 միլիարդ դրամ ենք հատկացրել այս ծրագիրը իրականացնելու համար։ Ուսուցիչների ատեստավորման համատեքստում էլ Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ փաստեց։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 700,000 դրամ եւ ավել ստացող ուսուցիչ կա, այդպիսի ուսուցիչների թիվը 13-ն է, շատ չէ այդպիսի ուսուցիչների թիվը, բայց այս հնարավորությունը բաց է յուրաքանչյուրի առաջ։ Վարչապետը ձեռքբերում համարեց 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը։ Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավարտված կլինեն 260 դպրոցում եւ 429 մանկապարտեզում ու նախակրթարաններում, իսկ մինչև դեկտեմբեր 26 թվական, այսինքն 301 դպրոցում եւ 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։ Ավելին, մենք արդեն իսկ սկսել ենք հաջորդ 300 դպրոցի շինարարությունը եւ այսօր արդեն հաջորդ 300 դպրոցի ցանկից շուրջ 50 եւ ավելի 54, եթե չեմ սխալվում, դպրոցի շինարարություն է ընթանում։ Առանցքային տեղում է շարունակում մնալ գիտության ու գիտական սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորումը։ Երևանի պետական համալսարանում հիմնադրվել է արհեստական բանականության կենտրոնը, որի գերհամակարգչի ձեռքբերման եւ տեղադրման նպատակով պետական բյուջեից հատկացվել է ընդհանուր 3.7 միլիարդ դրամ։ Կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը 2018-ից 25 թվականն իրականացվել է 47035 կիլոմետր ճանապարհների կառուցման, հիմնանորոգման եւ նորոգման աշխատանքներ, որոնցից 1346-ը սուբվենցիոն ծրագրերով։ Բագրատաշեն Երևան, Երևան-Գյումրի, Երևան-Գորիս, Երևան-Վանաձոր ճանապարհներն այսօր ուղևորներին այլ տեսքով են ներկայանում։ Իրողություն է նաեւ Հյուսիս-Հարավի Աշտարակ-Գյումրի հատվածը։ Մենք այնպիսի ռազմավարական նշանակության ճանապարհներ ենք կառուցել կամ հիմնանորոգել, որոնց մասին 93 թվականից խոսվում է։ Կատարողականից անմասն չէր ապօրինի գույքի վերադարձի գործընթացը, որի շրջանակում Հայաստանի համայնքներին վերադարձվել է շուրջ 66.9 միլիարդ դրամի 124 գույքային միավոր։ Վարչապետը խոսեց նաև ՀԵՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի ու տարիների գործելավոճի վերաբերյալ։ Դա Հայաստանի ամենախոշոր
ստրատեգիական ենթակառուցվածքն է։ Հայաստանի Հանրապետ եւ ել չեմ ասում, հələ զուգահեռ մենք ինչ ենք բացահայտել ենք, որ այդ մարդիկ, որոնք հեծը տիրապետեր են, այդ մարդիկ փաստորեն մեզնից հոսանք գողանալիս են եղել։ Տասնյակ տարիներով մեզնից այդ մարդիկ այսօր խոսում են բանակի մասին, զորամասից այդ մարդիկ հոսանք գողանալիս են եղել, ոնց օգտագործված հոսանքի չափից ավելի հաշիվներ են գրել։ Պետությունն այսօր ունի այլ հայացքներ ու կառավարության նպատակն է ունենալ բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիներ, նշում է վարչապետն ու անդրադառնում բանակում տրվող աշխատավարձերին։ Այսօր Հայաստանի Հանրապետության բանակում 700,000 դրամ եւ ավել աշխատավարձ ստացող զինծառայողներ կան։ Հաջորդ արձանագրմամբ էլ Նիկոլ Փաշինյանը խոսեց ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու վերաբերյալ։ 2 տարվա փոխարեն 1.5 տարի է։ Եվ սա նույնպես խաղաղության կոնկրետ արդյունքներից մեկն է, որը ես կարևոր եմ համարում ընդգծել։ Վարչապետը ներկայացրեց նաև սպառազինության ձեռքբերման եւ ռազմաարդյունաբերության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Մայիսի 28-ին Հանրապետության օրվա առիթով Հանրապետության հրապարակում կցուցադրենք իմիջայլոց միայն այն սպառազինությունը, որը ձեռք ենք բերել 2022 թվականից հետո եւ ուզում ենք պարզապես հաշվետու լինել մեր ժողովրդին։ Նախորդ 3 տարվա ընթացքում մենք Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի համար 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել։ Առանցքային աշխատանքներ են իրականացվել դիվանագիտական բլոկում, դեսպանատներ են ձեռք բերվել Լոնդոնում, Փարիզում եւ Բրյուսելում։ Հաջորդ կարևոր արձանագրմամբ էլ վարչապետը հիշեցրեց, որ 2026 թվականի ապրիլի դրությամբ մեր երկրի սահմանի անցման բոլոր կետերը 100%-ով եւ անվերապահորեն գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո։ Սա չգիտեմ, եթե թվով, գնով, փողով նշագրելու լինենք, գնանշելու լինենք, ինչ կարժենա, բայց իմ կարծիքով սա անգին է։ Հնարավոր չի այս ձեռքբերումը գնանշել։ Վարչապետն ուրախությամբ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արտագաղթը փոխարինվել է ներգաղթով։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանից դեպի Եվրոպա հանգիստը կազմակերպելու հասանելիության վերաբերյալ։ Հայաստանից հնարավոր է 15, 20, 30, 40, 50 եվրոյով տոմս գնել եւ մեկնել եվրոպական մայրաքաղաքներ, բայց որ կարևոր է հետ վերադառնալ։ 2021-2026 թվականների ծրագրի 2025-ի կատարման ընթացքն ու արդյունքները ամփոփվեցին նաև խորհրդարանականների հարցադրումների շրջանակում։ Դահլիճում ընդդիմադիրների կողմից հնչեցին քննադատություններ, իշխող ուժը ներկայացնող падգամավորների կողմից էլ եղան հակադարձումներ ու իրականացված աշխատանքների վերաբերյալ հնչեցին փաստարկված արձանագրումներ։ Արդյունքում խորհրդարանը երկրի զարգացմանը միտված փաստաթուղթն ընդունեց ի գիտություն։ Վերջին 1 տարվա ընթացքում պետություն մասնավոր հատված համապարփակ համագործակցության արդյունքում կառավարությունը նախաձեռնել է հարկային վարչարարության առանցքային բարեփոխումներից մեկը։ Փոփոխությունները նախատեսվում են 3 օրենսգրքերում՝ հարկային, քրեական եւ քրեական դատավարության։ Հարկային օրենսգրքում փոփոխությունները հետեւյալ նպատակն են հետապնդում, այն որ պետական եկամուտների կոմիտեն հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հակ վճարողին ծանուցելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին։ Եթե հիմնավոր բացատրություններ չներկայացվեն, հարկային մարմինը թեմատիկ ուսումնասիրությամբ կարձանագրի իրավախախտումը եւ կկազմի վարչական ակտ, որը կարող է բողոքարկվել սահմանված ընթացակարգով։ Միայն դրանից հետո կքննարկվի քրեական հաղորդում ներկայացնելու հարցը։ Բացառություն են կազմելու հատկապես այն դեպքերը, որոնք ենթադրում են անապահ գործողություններ, որպեսզի փաստերը եւ ապացույցները չկորեն, եւ սրա համար կարիք կա օրենսգրքում թեմատիկ ուսումնասիրության կարգավորումներից հանել հաստատապես հայտնի գործարքի հիմքը, ինչպես նաև
ուսումնասիրությունը հարկային տարվա ընթացքում միայն մեկ անգամ իրականացնելու պայմանները եւ սրա արդյունքում տարվա մոտ 600 նախնական հաշվարկներից կեսը առնվազն կանցնեն վարչական պրոցեսներով եւ հարկվճարողների լսելու իրավունքը ամբողջությամբ կիրացվի։ Քրեական օրենսգրքում կվերանայվեն հարկային հանցագործությունների շեմերը, ներկայում խոշոր չափ է համարվում 10 միլիոն դրամը, իսկ առանձնապես խոշոր 20 միլիոն դրամը։ Նախագծով առաջարկվում է խոշոր չափի շեմը բարձրացնել մինչև 30 միլիոն դրամ, երկու հաջորդող տարվա համար մինչև 45 միլիոն դրամ, առանձնապես խոշոր չափի շեմը բարձրացնել մինչև 50 միլիոն դրամ, երկու հաջորդող տարվա պարտավորությունների դեպքում մինչև 75 միլիոն դրամ։ Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե հարկվճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվում են փոփոխություններ կապված քրեական վարույթների ընթացքում կիրառվող արգելադրումների հետ։ Այստեղ առաջարկում ենք լավարկումներ ներդնելով այլընտրանքային մեխանիզմ, որպեսզի հարկվճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի, մասնավորապես տվյալ դեպքում խոսքը գույքն արգելադրելու փոխարեն դրան համարժեք բանկային երաշխիք տրամադրելու մասին է, որը կիրառելու հնարավորություն գործող քրեադատավարական օրենսդրությունը չի նախատեսում։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն հարկային ոլորտում իրավական հստակության բարձրացմանը, գործարար միջավայրի կայունությանը եւ պետություն մասնավոր հատված կառուցողական երկխոսության ամրապնդմանը։ Վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվն աճել է մի քանի անգամ։ Հանցագործությունների կանխարգելման համար քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը հեղինակել է օրենսդրական նախաձեռնություն։ Ըստ նրա, հանցագործությունների կանխարգելման երկու ճանապարհ կա։ Պատիժը պետք է լինի խիստ եւ անխուսափելի։ Անցած տարի մենք ընդունել ենք իմ կողմից հեղինակած օրենքի նախագծերի փաթեթը, որով ոստիկանությանը 24 ժամյա հասանելիություն ենք տրամադրել հազարավոր տեսախցիկների հանրապետության ամբողջ տարածքում։ Երբ համակարգը սկսի ամբողջությամբ աշխատել, սա բերելու է բոլոր տեսակի հանցագործությունների բացահայտման թվի աճի։ Պատգամավորն առաջարկում է պատիժը սահմանել խիստ եւ համադրելի արարքի ծանրությանը։ Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում եմ խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մի շարք հանցագործությունների պատժաչափերը։ Առաջին, իրացնելու նպատակով թմրամիջոց արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը եւ իրացնելը, եթե տեղի ունենա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ Telegram կանալով, ապա պատիժը առաջարկում եմ խստացնել եւ 3-ից 6 տարվա փոխարեն նախատեսել 4-ից 8 տարվա պատիժ։ Համանման պատժի խստացում падգամավորն առաջարկել է իրականացնել նաև արարքն անօգնական վիճակում գտնվող անձի հանդեպ կատարվելու դեպքում, իսկ նույն հանցագործությունն անչափահասի ներգրավամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու պարագայում նախագծի հեղինակն առաջարկել է սահմանել առավել խիստ պատիժ, այն է 6-ից 12 տարվա ազատազրկում։ Կառավարությունը նախագծին տվել է դրական դիրքորոշում եւ ներկայացրել առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակի կողմից։ Ոստիկանությունում բարեփոխումները շարունակվում են, կառավարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ։ Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական եւ կրակային պատրաստվածության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգայքի արդյունքներից։ Ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, կատարողականի, այսինքն ընթացիկ գնահատականների միջին թվաբանականն է եւ ֆիզիկական եւ մարդկային պատրաստականության արդյունքում ստուգարքների ընդհանուր գնահատականից։ Ատեստավորումն իրականացվում է 3 տարին մեկ անգամ, ինչը հնարավորություն չի տալիս ծառայողների կատարողականի մասով ընթացիկ գնահատումներ իրականացնել եւ տալ ավելի ամփոփ գնահատական ծառայության աշխատանքի մասով։ Ունենք մի շարք ծառայողներ, որոնք 3 տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներից ելնելով ատեստավորման բուն քննությունները չհանձնել ոչ պատշաճ, ոչ համապատասխան այն աշխատանքին, որն իրականացրել են 3 տարվա կտրվածքով, եւ հակառակ օրինակը եւս ունենք 3 տարվա կտրվածքով աշխատողը կարող է ոչ փայլուն արդյունքներ գրանցել, բայց պատրաստվելով ատեստավորմանը կարող է մի քանի ստուգարքի արդյունքում լավ գնահատական ստանալ կամ գերազանց գնահատական ստանալ։ Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է վերապատրաստման պահանջը տարածել նաև ոստիկանության կրտսեր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ։ Ներդաշնակեցվում է փրկարար ծառայողների ոստիկանության ծառայողների
պատեստավորման մեխանիզմը։ Օրենքի նախագծի համար սահմանվել է հրատապության ռեժիմ եւ քննարկվել նաեւ երկրորդ ընթերցմամբ։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փոփոխությունները վերաբերել են ավելի ընդլայնված հնարավորություններ տրամադրել մեր քաղաքացիներին դիմելու եւ մասնակցելու ընդունելությանը, ոստիկանությունում ծառայության անցնելու, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության տեսանկյունից եւս ավելի լավարկված կառուցակարգեր են առաջարկել այս առումով եւ նաեւ նախատեսվել է, որ ծառայողներին պաշտոնի նշանակվելու ժամանակ տրամադրվող բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը եւս հանրայնացվելու է։ Կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից։ 2024-25 թվականներին Հայաստանում տեղի են ունեցել թիմ 4 ընտրություններ, որոնցից 3-ը համամասնական, 1-ը մեծամասնական ընտրակարգով։ Պետք է արձանագրել այն փաստը, որ բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չի ունեցել։ Ահա այս խոսքերով սկսեց ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-25 թվականների գործունեության մասին հաղորդումը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ըստ կառույցի ղեկավարի հաշվետու շրջանում հանձնաժողովը կենտրոնացած էր ընտրական համակարգի զարգացման ուղղության վրա, ինչի համատեքստում էլ ընդունել է 2025-28 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Այս նպատակով ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպում, թափանցիկություն եւ հաշվետվողականության բարձրացում, տեխնոլոգիական զարգացում, ընտրողների կրթություն եւ իրազեկման բարձրացում, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացում։ Սա ես թվարկում եմ մեր ռազմավարության, այսպես ասենք, անկյունաքարային կետերը շատ այսպես կրճատ տարբերակով, բայց պիտի արձանագրեմ, որ այս ամենը ինչ ես թվարկում եմ, ըստ էության բոլոր մեր նախապատրաստական կազմակերպչական գործընթացների հիմքում ընկած է ուսուցումը։ Խոսելով հանձնաժողովի առաջ դրված խնդիրներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կառույցի առաջնային նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ապահովումը համապատասխան Հայաստանի Սահմանադրության, ընտրական օրենսգրքի ու իրավական այլ ակտերով սահմանված իրավակարգավորումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառու է եւ ապահովելու է, որպեսզի ինչպես առաջկա ազգային ժողովի ընտրությունները ամբել մնացած բոլոր ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ, որպեսզի արդյունքները լինեն մեկ ձայնի ճշգրտությամբ։ Պատգամավոր Գեգամ Նազարյանին հետաքրքրեց, թե ինչու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրել անձինք, որոնք իր ձևակերպմամբ Հայաստանում չեն ապրում։ Մենք ինչու ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, թեկուզ եւ Հայաստանի անձնագիր ունեն։ Այդ մարդը ինչու պետք է որոշի, ես կամ իմ ընտանիքը ինչպես պետք է ապրենք։ Մենք չենք թույլ տալիս, սահմանադրությունն է արձանագրում, թե սահմանում, թե ովքեր կարող են քվեարկել։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Այսինքն սա ամրագրված է սահմանադրությամբ 48 հոդված եւ ընտրական օրենսգիրքն էլ ընդհանրապես, այսպես ենք, ապահովում է այս իրավունքի իրացումը։ Իսկ ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանն էլ հիշեց վերջերս ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, հավելելով. Արդյոք դուք ընտրությունից 2 ամիս առաջ հրիշ չեք տեսնում, որ ընտրական օրենսգրքում նման դրույթ է փոփոխվում, անունել տրվում է տեխնիկական բնույթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի իրավակիրառն է։ Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավել եւս ընտրությունների շրջանում ընտրական օրենսգրքի լավուված չի անում։ Մենք օրենսդրի, այսպես ենք, կամքը չենք քննարկում։ Մենք կարող ենք նախագծերի, ասենք, փուլում գալ մեր կարծիքը արտահայտել, բայց ի վերջո որոշումները օրենքների վերաբերյալ ոչ այստեղ են կայացում։
Ելույթների ընթացքում խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր ուժերի քաղաքական բանավեճից հետո պատգամավորները փաստեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի լավագույն գնահատականը հարցումներն են, ըստ որոնց իշխանություն ձևավորելու մեթոդը ոչ թե փողոցային պայքարն է, այլ ընտրությունները։ Խորհրդարանը քննարկեց նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Թափուր պաշտոնի համար առաջադրել էր Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը։ Թեկնածուն ելույթում ներկայացրեց իր տեսլականը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարևոր ինստիտուտ է, որը պետք է ապահովի, որ թվային պետության զարգացումը տեղի ունենա կարգավորված, անվտանգ եւ կայուն հիմքերի վրա։ Հանձնաժողովի առաքելությունն է ապահովել, որ պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ, քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի։ Տեղի ունեցած գաղտնի քվեարկությանն ազգային ժողովի 107 պատգամավորից մասնակցեց 61, այսպիսով 61 կողմձայնով Դավիթ Խաչատրյանն ընտրվեց տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Աշխարհի եզդիները տոնում են ազգային նոր տարին Չարշամա Մարսալեն կամ Մալաքեթ Հաուսը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Ալմավիրի մարզի Ակնալիչ համայնքի Տաուսե Մալաքի եւ 7 հրեշտակների տաճարում մասնակցել է Եզդի համայնքի ազգային նոր տարվան նվիրված միջոցառմանը։ Շնորհավորում եմ Մալաքեթ Տաուսի Եզդիական նոր տարվա տոնի կապակցությամբ։ Մալաքեթ Տաուսը լույսի եւ գիտելիքի խորհրդանիշ է։ Այս տոնը հիշեցնում է մեր ինքնության եւ այն բարոյական արժեքների մասին, որոնք դարեր շարունակ օգնել են մեզ պահպանելու մեր տեսակը։ Եզդիները հավաքվել են եւ աշխարհի բոլոր ծայրերից եզդիները գալիս մասնակցում են, մենք նույնպես մասնակցում ենք եւ սրտանց շնորհավորում ենք եզդիների այս գեղեցիկ տոնը, գարնանային տոնն է, որը զարթոնք է, բոլորս այդ տոնի կապակցությամբ ուրախ ենք։ Ամեն տարի եզդիներն իրենց ամանորը նշում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը, սակայն դրան նախորդող օրը կատարվում է ճրագալույցի արարողություն։ Տոնն ազդարարում է Աստծո եւ 7 հրեշտակների կողմից երկիր մոլորակի ստեղծումը, ծնունդը։ Չարշամա Սրսալե թարգմանաբար նշանակում է տարեսկզբի չորեքշաբթի։ Այսօր սրբատեղիում, եթե մարդիկ իրար տեսնում են, ինչպես եք դուք զատիկում բարևում իրար Քրիստոս հարիավ իմերելոց, մենք էլ ասում ենք զիարատավա qəբուլ բե։ Մեր մոտ դա շատ մեծ բան է։ Մենք տարիներ շարունակ չենք տոնել այս տոնը։ Տոնել ենք թեթև տներում, բայց ինչ կառուցվեց տաճարը, ամեն տարի չորեքշաբթի օրը ապրիլի մենք գալիս ենք տաճար։ Այս չորեքշաբթին ամենահատուկ օրն է, այս չորեքշաբթի օրը մեր հրեշտակապետը իջել է երկիր։ Այսօր մեր զադիկն է, մենք այստեղ հավաքվել ենք, որ մեր զադիկը նշենք։ Ըստ եզդիական ավանդության մի քանի հազար տարի առաջ այս օրը Մալաք Թավուսը իջել է երկիր եւ Աստծո պատգամները տվել եզդիներին։ Այդ իսկ պատճառով չորեքշաբթին եզդիների մոտ սուրբ օր է։ Չորեքշաբթի օրերն ընդհանրապես եւ հատկապես տոնի չորեքշաբթի օրը եզդիները չպետք է աշխատեն եւ օրը նվիրեն հոգեվոր կյանքին։ Ամեն գարուն ազգային ժողովի այգին գեղեցկացնում են վարդագույն ծաղիկներով ծառերը, սակուրանները։ Այսօր այստեղ նշում են ճապոնական հանամին ծաղկած բալենիների տոնը, որ խորհրդանշում է կյանքի անցողիկ գեղեցկությունն ու խաղաղությունը։ Միջոցառումը կազմակերպվել է Արումենյան-Նիպոն հայ-ճապոնական գիտամշակութային միության եւ ազգային ժողովի կողմից։ Հայաստան-Ճապոնիա հարաբերությունները եւ բարեկամությունը հիմնված են փոխադարձ հարգանքի, մշակութային ընդհանրությունների եւ համագործակցության վրա եւ վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո մենք կշարունակենք ավելի ինտենսիվ զարգացնել այդ համագործակցությունը եւ ցանկանում եմ, որ այս ծառերը, որոնք ի ուրախություն մեզ հենց ազգային ժողովում են գտնվում, լինեն մեր բարեկամության խորհրդանիշը իրենց ամուր արմատներով եւ շարունակական ծաղկումով եւ մեր բոլորիս մաղթում եմ խաղաղություն, համագործակցություն եւ նոր հաջողություններ մեր երկրների միջև
հարաբերությունների զարգացման գործում։ Ինձ համար մեծ պատիվ է այսօր ազգային ժողովի բակում ձեզ հետ միասին հանամիի միջոցառումը տոնելն ու գեղեցիկ սակուրաների ծաղկումը վայելելը։ Մեր օրերում սակուրայի ծաղկումն ու հանամիի միջոցառումը նշվում է աշխարհի տարբեր երկրներում, եւ ես շատ ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք այն նշել նաեւ Հայաստանում։ Հատկապես որ սակուրաները, որոնք ներկրվել են Ճապոնիայից, տնկվել են ազգային ժողովի այգում որպես Հայաստանի եւ Ճապոնիայի բարեկամական հարաբերությունների խորհրդանիշ։ Ես ուրախ եմ տեսնել, որ այդ սակուրաներն աճում եւ զարգանում են, ինչպես Հայաստանի եւ Ճապոնիայի հարաբերությունները։ Ծառազարդի գեղեցիկ արարողություն ներկաները զարդարում են ծաղկած բալենիները թղթե կռունկներով, պատրաստված Հիկարի հայ-ճապոնական գիտամշակութային կենտրոնի սաների կողմից։ Ճապոնական մշակույթում կռունկը խաղաղության, հույսի ու երկարակեցության խորհրդանիշ է։ Այսօր այն նաև խորհրդանշում է հայ-ճապոնական բարեկամությունը արդեն կոնկրետ ձև ու գույն ստացած։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Եվրոպայի խորհրդի տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ոլորտում օրենսդրական աշխատանքների ընթացքը, առաջիկա անելիքները։ Քննարկվել են նաեւ համայնքների հարկային ու ֆինանսական ինքնուրույնությանն առնչվող եւ այլ հարցեր։ Պատվիրակության այցի նպատակն է հետևել գնահատման առաջարկների իրականացման ընթացքին։ Կառույցը զբաղվում է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման ապահովմամբ։ Հայաստանը տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 2002 թվականին, մոնիթորինգային այց եղել է 2019 թվականին։ Հայաստանում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքը, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացումն ու գործատու աշխատող հարաբերությունների օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը կարևորել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիկ Նաստիգրանյանը աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորա Ֆրանսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ Հերիկ Նաստիգրանյանը հյուրերին է ներկայացրել ոլորտում օրենսդիր մարմնի կողմից իրականացվող աշխատանքները, ընդգծել գործատուների մտածելակերպի փոփոխության, աշխատողի համար արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը։ Քննարկվել են կազմակերպության հետ փոխգործակցությանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը։ Իսպանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, նշել է ազգային ժողովի Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը Իսպանիայից ժամանած գործարարների հետ հանդիպմանը։ Խոսելով եվրոպական ընտանիքին միանալու Հայաստանի ձգտումների մասին, падգամավորը կարևորել է Եվրամիության անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացումը։ Падգամավորներ Բաբկեն Թունյանն ու Մերի Գալստյանն արժևորել են գործարարների այցը Հայաստան եւ նշել, որ մի շարք ոլորտներում, այդ թվում տնտեսական, առկա է համագործակցության մեծ ներուժ։ Քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները։ Падգամավորները համատեղ ծրագրեր իրականացնելուն աջակցելու պատրաստակամություն են հայտնել։ Մեր երկրում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսն ընդգծել է երկկողմ համագործակցության խորացումը թե գործադիր եւ թե օրենսդիր մակարդակներում։ Դիվանագետը նշել է, որ Իսպանիան աջակցում է Հայաստանի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ ընթացող գործընթացներին։ Այսօրվա վճարած հարկերը կառուցում են երկրի վաղվա օրը, սա աքսիոմա է, որն ապահովում է պետության տնտեսական բուրգի հիմքը։ Հարկերն ուղղվում են երկրի պաշտպանությանը, անվտանգությանը, առողջապահությանը, սոցիալական ապահովության ծրագրերի իրականացմանը, կրթության եւ գիտության զարգացմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը եւ այլ առանցքային ոլորտներում պետական նախագծերի իրագործմանը։ Եվ վերջապես մեր վճարած հարկերն են, որ ապահովում են մեր իսկ բարեկեցությունը։ Ընդհանուր պետական բյուջեի մուտքերի մեջ 90%-ից ավելը դրանք հարկային մուտքերն են։ Դա նշանակում է, որ մեր պետության կարիքները այսօր հոգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության հարկատուն։ Թերևս պատահական չէ, որ օրենքով ապրիլի 19, 2021 թվականից ի վեր ամրագրվեց որպես հարկ վճարողի օր։ Պետություն քաղաքացի գործընկերությունը դարձել է առավել ամուր, ինչն էլ իր հերթին ձևավորել է հարկային նոր համակարգ։ Հայաստանի հարկային համակարգը այսօր ունի շատ ավելի ցիվիլ, հասկանալի, կանխատեսելի եւ վստահելի տեսք, քան տարիներ առաջ։ Որպես համակարգ ես իրեն կանվանեի զարգացումը խթանող։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի գնահատմամբ անելիքները դեռ շատ են, հարկային համակարգը ամենօրյա կատարելագործման կարիք ունի։ Էդուարդ Հակոբյանը հավելում է, հարկատուն պետք է վստահ լինի, որ պետությունն իր կողքին է։ Սրանով էլ պայմանավորված ազգային ժողով կառավարություն համագործակցությամբ հարկային օրենսդրությունը պարբերաբար բարելավվում է հօգուտ տնտեսվարողի։ Վերջին շրջանի նոր կարգավորումները վերաբերում էին հարկային խախտումների համար հարուցվող գործերին եւ այն դժվարություններին, որոնց բախվում են տնտեսվարողները։ Քրեական օրենսգրքում եղած դրույթի համաձայն, եթե տնտեսվարողը 10 միլիոն դրամից ավելի հարկեր է թաքցրել, ապա հարուցվում էր քրեական գործ։ Շատ խորհրդանշական է, որ հենց հարկ վճարողի օրվանից մի քանի օր առաջ մենք ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունեցինք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, նախ մեխանիզմները բարելավեցինք եւ երկրորդը շեմերը ավելացրեցինք, ինչը նշանակում է, որ այսուհետ հարկային խախտումների համար քրեական գործ հարուցելու հիմքերը պիտի լինեն շատ հիմնավոր եւ դրանք պիտի կիրառվեն շատ ապացուցված ու ծայրահեղ դեպքերում։ Այսինքն պետությունը եւս մի քայլ է անում, որով ցույց է տալիս, որ ինքը հարկ վճարողին չի դիտարկում որպես պոտենցիալ հարկից խուսափող։ Հայաստանում հարկ վճարողը պետք է զգա պետության հոգատար վերաբերմունքը, տարբեր խմբերի համար օրենսդրորեն կարգավորված է նաև հարկային արտոնությունների հատվածը։ Տարբեր հարկային համակարգեր գոյություն ունեն եւ միջև 115 միլիոնը շրջանառության հարկը եւ նաեւ վերջին տարիներին ներդրվել է հատկապես միկրո բիզնեսի համար կարգավորումներ միջև 24 միլիոն, այսինքն միջև 24 միլիոնի շրջանակներում մեր հարկ վճարողները ազատված են այդ հարկային պարտավորություններից եւ նույնիսկ եթե ինքնազբաղված են, այդ դեպքում նաեւ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից։ Նախորդ տարի որոշակի բարեփոխում իրականացվեց նաև շրջանառության հարկի համակարգում։ Հնարավորություն ընձեռնեց ավելի նվազեցնելու հարկային պարտավորությունները ծախսագրումներ անելու միջոցով եւ ես ուրախություն ուզեմ նշեմ, որ օրինակ եթե վերցնենք առևտրի ոլորտը, ապա պարզ կտեսնենք, որ էապես աճել է նվազագույն հարկեր վճարող 1% շրջանառությունից հարկի մասին է հարկ վճարողների քանակը, այսինքն այդ նոր բարեփոխումը հնարավորություն է տվել, որպեսզի մարդիկ նվազեցնեն նույնիսկ իրենց պարտավորությունները։ Պետությունն այսօր օրինապահ հարկ վճարողի կողքին է, սա կանոն է, որը վերջին տարիներին ներդրվել է պետական ապարատի համապատասխան օղակում։ Մտածում ենք այնպես անել, որ օրինապահ հարկ վճարողի այդ կարգավիճակը դառնա շատ ավելի գրավիչ եւ իրենք ունենան որոշակի էական առավելություններ մնացած հարկ վճարողների նկատմամբ։ Դրանք այնպեսին չեն լինի, որ շատ աղավաղեն մեր ընդհանուր հարկային համակարգը, բայց կլինեն, ասենք, արտոնյալ որոշակի ռեժիմներ։ Իսկ հարկերը շրջանցողների համար պետական եկամուտների կոմիտեն ունի որոշակի մոտեցում։ Ծանուցումներով կամերալ արձանագրություններ կազմելով մենք փորձում ենք հարկ վճարողին լսել, որովհետև պարտավորություն ունենալու պատճառները շատ տարբեր են լինում։ Եվ եթե պատճառները օբյեկտիվ են, այդ օբյեկտիվ պատճառները հաշվի առնելով թույլ է տրվում իրենք ճշտումները անեն իրենց առանց համապատասխան տուժտուգանքների։ Դա նաև վերաբերում է օրինակ հնարավոր հարկային հանցագործությունների դեպքերին։ Օրինակ շատ են լինում, որ մեծ պարտավորություններ են բացահայտվում, բայց հարկ վճարողի հետ բանակցելով ինքը ընդունում է, որ այդտեղ ոչ թե հանցագործություն է, այլ ինչ-որ քայլերի արդյունքում է եկել այդ իրավիճակին եւ դա մեղմացուցիչ հանգամանք է դիտվում։ Ինչպես փաստում է Էդուարդ Հակոբյանը, պետական եկամուտների կոմիտեն անցած տարի էապես ավելացրել է վերլուծությունների, հեռավար ծանուցումների թիվը, իսկ այցեր ենթադրող ստուգումների թիվը նվազեցրել։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հաստատում է, որ հարկ վճարողներն այսօր ավելի կարգապահ են, քան տարիներ առաջ։ Կա պետության հանդեպ վստահության աճ, կա պետական եկամուտների կոմիտեի հանդեպ վստահության աճ, պետական եկամուտների կոմիտեն վերափոխվում է վերահսկող տուգանողից դեպի գործընկեր ծառայող։ Հարկերը թաքցնելու դեմ ուղղված պայքարում էլ Բաբկեն Թունյանը մատնանշում է հետևյալ գործիքակազմերը։ Առաջինը, որ մեխանիզմները լինեն այնպիսին, որ հարկ թաքցնելը լինի շատ դժվար, այսինքն ստվերում աշխատելը թանկ արժենա, եւ երկրորդ կարևոր հանգամանքը, որպեսզի հարկ վճարողը ինքը հասկանա ու գիտակցի, թե ինչի համար է այդ հարկը վճարում։ Պետական գանձարան ուղղված հարկերի պատկերը հետևյալն է։ Դոլարային տեսքով մեր հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության վճարում են արդեն տարեկան մոտավորապես 10 միլիարդ դոլարի չափ հարկեր։ Դրա մեջ մտնում են իհարկե եւ տնտեսվարողները եւ քաղաքացիները, որոնք գնում կատարելիս էլ անուղղակիորեն այդ հարկերը վճարում են կամ իրենց եկամուտներից են վճարում։ Հարկ վճարողի օրը սահմանված է օրենքով, սա եւս մեկ ցուցիչ է, որ հարկատուն իր աշխատանքով երկրի համար առավել քան կարեւոր է։ Շատ ուրախ եմ, որ ես ինքս այդ օրենքի
մշակմանն ու ընդունմանը մասնակցել եմ իմ մեկ ձայնով, շնորհավորում եմ բոլոր հարկ վճարողներին, շնորհակալություն եմ հայտնում իրենց շատ կարևոր աշխատանքի համար, ոչ թե հարկեր վճարելու, այլ արժեք ստեղծելու, աշխատանք ստեղծելու, որովհետև դա պիտի լինի, նոր հարկերը գեներացվեն եւ ցանկանում եմ, որ իրենց եկամուտները պատիկներով աճեն, ըստ այդմ նաև իրենց կողմից վճարված հարկերը։ Պետությունը վերջին հաշվով ծնվել է հենց հասարակությունից եւ այդ հարկ վճարելու օրը կարևորել է իմ կարծիքով այդ կապի ամրապնդմանն է հենց վերաբերում։ Եթե մի բառով ձևակերպեի, հարկ վճարողներին ուղերձը կլիներ հոգատար լինել հարկ վճարելու նկատմամբ, որովհետև դրանով ստեղծվում է այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարողը ընդհանրապես հասարակության ցանկացած անդամ ավելի երջանիկ ու բարեկեցիկ է ապրում։ Յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատանքով եւ վճարած հարկերով նպաստում է պետության զարգացմանը, իսկ պետությունը արդար, հարկային եւ մաքսային միջավայրի ձևավորմանը։ Բարի օր սիրելի հայրենակիցներ։ Վաղվանից ամբողջ շաբաթվա ընթացքում Հայաստանում, Հայաստանի սահմաններից դուրս ողջ աշխարհում բազմաթիվ դեպքերում, բազմաթիվ առիթներով մարդկությունը հիշատակելու է, մենք բոլորս հիշատակելու ենք հայոց ցեղասպանության զոհերի, սրբադասված զոհերի։ Աշխարհի տարբեր անկյուններում խորհրդարանական, քաղաքական, հասարակական, գիտական մակարդակներով օտարերկրացիները խոսելու են հայ ժողովրդի մեծագույն ողբերգության մասին։ Եվ բնականաբար Հայաստանում հայոց ցեղասպանության զոհերի, սրբադասված զոհերի հիշատակումը առանձնահատուկ է, անցնող բոլոր տասնամյակներին։ Եվ արդեն մի քանի տասնամյակ նորանկախ Հայաստանում Դաշնակցության Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական միությունների նախաձեռնությամբ սկիզբ է առել ջահերով երթ շարժումը, որը դարձել է համահայկական եւ աշխարհի տարբեր անկյուններում մեր երիտասարդները միանում են այն կենտրոնական ջահերով երթին, որը սկիզբ է առնելու ապրիլի 23-ին ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից դեպի Դիտերնակաբերդի հուշահամալիր։ Ջահերով երթի իմաստը կարծում եմ, որ կարիք չկա նորից վերաշարադրելու, որովհետև անցնող տասնամյակների մեր երիտասարդները, որոնք այսօր արդեն չափահաս են ընտանիքի տեր, բազմաթիվ հազարավոր երիտասարդներ մասնակցել են դրան։ Բայց այս տարվա ջահերով երթը առանձնահատուկ խորհուրդ ունի։ Առանձնահատուկ խորհուրդ, որովհետև մենք ականատես ենք մի բանի, որը երբեք մեր ուղեղով չէր անցնի։ Երբեք չէինք պատկերացնի, որ հայոց ցեղասպանության հարցի մոռացությունը, հայոց ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանությունը, հարգումը Հայաստանի այսօրվա իշխանության ամբողջությամբ օրակարգից դուրս հանված է։ Ոչ միայն հանված է, այլ Նիկոլ Փաշինյանի շուրթերով Հայաստանի իշխանությունը այլևս սկսել է կասկածի տակ դնել ինչպես հայոց ցեղասպանությունը, այնպես էլ փորձ է արվում մոռացության տալ, ուրացման մատնել ցեղասպանության փաստը ինքնին եւ մոռացության տալ այն մեծագույն ողբերգությունը, որը պատահել է մեր ժողովրդի կյանքում եւ որը առնչվում է մեզանից շատ-շատերին։ Ապրիլի 23-ին ժամը 20:00-ին Հայաստանի կենտրոնական Հանրապետության հրապարակ բոլորդ միանաք ջահերով երթին, որպեսզի մեկ անգամ եւս ասենք, մենք չենք մոռացել, մենք պահանջատեր ենք, պահանջում ենք եւ հիշում։ Սիրելի ժողովուրդ, այս շաբաթ ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրի 25 թվականի ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցը։ Զեկույցում միայն թվեր չեն, այլ ձեր կյանքը փոխող կատարված աշխատանք։ Գյուղատնտեսության ոլորտից մինչև կրթություն եւ գիտություն, ճանապարհներից մինչև արվեստ եւ մշակույթ։ Գրանցած հաջողությունները ակներով են եւ ձեր աչքի առաջ։ Եվ թվում էր, թե պետք է խոսել արվածի եւ չարվածի, ձեռքբերումների եւ բացթողումների մասին, բայց ընդդիմությունը ելի ստի եւ կեղծիքի սկավառակներ պտտում, որովհետեւ իրականությունից խոսելն իրենց համար վտանգավոր է։ Իրականության մեջ ունենք վերջնական դատական վճիռ։ Ապօրինի գույքով անցնող Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր։ Այս թափանիվն այլևս չի կանգնելու, եւ սա է վախեցնում պատերազմի եռագլուխ կուսակցությանը, որովհետեւ գիտեն, որ շղթան շարունակվելու է եւ հասնելու է նաեւ իրենց ապօրինի գույքերին։
Որովհետև տարիներ շարունակ կառուցված անպատժելիության պատը փլուզվում է եւ փլուզվում է պատերազմի եռագլուխ կուսակցության գլխին։ Նրանց չի հուզում ժողովուրդը, նրանց հուզում է միայն սեփական գրպանի պարունակությունը։ Իրականությունն այն է նաեւ, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրությունների համաձայն ընտրակաշառքը դարձել է նրանց միակ հույսն ու վերջին փրկողակը, իսկ մարդիկ պարզապես գործիք։ Սիրելի քաղաքացիներ, թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն։ Ընտրակաշառք եւ տալու եւ ստանալու դեպքում ձեզ սպառնում է մինչեւ 8 տարի ազատազրկում։ Ձեր մասին 1 վայրկյան անգամ մտածողը ձեր ձայնը գումարով չի գնի։ Ձեր ապագան որոշելու իրավունքը չի վաճառվում։ Դուք եք տերը ձեր երկրի ու ձեր իշխանության։ Ընտրություններին 1.5 ամիս է մնացել։ Նախընտրական թեժ պայքարում աշխատելով ձեր վախերի եւ նյարդերի հետ փորձելու են մանիպուլացնել եւ կեղծել, ստել ու թակարդել ձեր միտքն ու կարծիքը։ Սակայն հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ապացուցելու է, որ տեր է խաղաղությանը, տեր է անկախությանը, տեր է իր սեփական պետությանը։ Շնորհակալություն։